Այս պահին մեզ հետ ցեղասպանությունը վերապրած շատ քիչ մարդ է մնացել, եթե ընդհանրապես որևէ մեկը մնացել է, եւ այդ պատճառով էլ կարեւոր է, որ ամեն տարի մենք միասին հավաքվենք նրանց պատվին եւ հիշատակին, բայց դա նաեւ կարեւոր է, քանի որ այդ ճշմարտությունը դեռևս շղթվում է չափազանց շատ շրջանակներում։ Հենց այսօր ես գրառում արեցի ցեղասպանության մասին իմ սոցիալական ցանցերում եւ արձագանքների մոտ կեսը մարդիկ են, ովքեր շղթում են ցեղասպանությունը։ Հիմա դրանցից շատերը բոտեր են, շատերը հավանաբար Ադրբեջանի ձայներ են։ Նրանք պետք է հասկանան, որ շղթում են հայոց ցեղասպանությունը, 20-րդ դարի առաջին իրական ցեղասպանությունը, որը մի քանի տասնամյակ անց ճանապարհ հարթեց Ադոլֆ Հիտլերի համար։ Ներկայում հայ քրիստոնյաները ներկայացնում են Երուսաղեմի ամենահին համայնքներից մեկը։ Իրականում նրանք ավելի քան 1500 տարի անընդմեջ ապրել են հին քաղաքում, բայց նույնիսկ այնտեղ նրանք հարձակման են ենթարկվում։ Երուսաղեմում գտնվող Ռոսինգ կենտրոնի զեկույցը մանրամասն նկարագրել է իսրայելցիների կողմից հայկական թաղամասում քրիստոնյաների դեմ իրականացվող հարձակումները։ Զեկույցը հատկապես կենտրոնացած է 2025 թվականի վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը ծիծաղում է, երբ հրեա հատուկ ջոկատայինները բարբարոսաբար հարձակվում են հայերի եւ պաղեստինցի քրիստոնյաների վրա։ Նրանց վրա թքում են, ֆիզիկական հարձակումների են ենթարկում եւ աչքերին սփրեյ են ցանում։ Մեր կառավարությունը ոչինչ չի ասում։ Նրանք շարունակում են ֆինանսավորել Իսրայելի կառավարությանը։ Նրանք շարունակում են նրանց ռումբեր մատակարարել։ Նույն 2025 թվականին Ռոսինգ կենտրոնը գրանցել է իսրայելցիների կողմից եկեղեցիների վրա կատարված 52 հարձակում, այդ թվում քարեր նետելը, արձանների վնասումը։ Կարծում եմ 20-ից հետո եւ 23-ից հետո մեր ազգը մի քիչ թմրած վիճակի մեջ էր, ցնցված ավելի ճիշտ ասել, եւ հիմա կամաց արթնանում ենք, մանավանդ որ տեսնում ենք, թե ուրիշ որևէ մեկը չի գալու մեզի փրկելու, եթե մենք պատրաստ չենք պահելու եւ պահպանելու այն բաները, որ մենք համարում ենք իբր մեր ամենակարևոր արժեքները։ Եվ ինչ որ վերջերս տեղի ունեցավ Արցախում Ստեփանակերտի մարետաճար, այսինքն եկեղեցին, որ քարոքան դարեցին, ապացույցն է, որ այն ինչ որ թուրքը արեց 1895-ին, 1999-ին, 1915-ից մինչև 23 եւ այս վերջին 10 տարվա ընթացքում շարունակվելու է, եթե մենք չմիավորվենք եւ մենք չփորձենք ոչ միայն պահանջել արդար լուծումներ դատին, բայց նաև պատրաստվենք պահպանելու այն ինչ որ մենք։ Եվ սա պետք է լիներ մեր մոտեցումը եւ կեցվածքը Սովետ միությունի անկումից հետո, որ հայրենիքը պետք ունի բոլոր հայերին, որտեղ որ գտնվեն։ Իսկ տարբեր իշխանություններն եւ մանավանդ հիմականը ուզում է որոշել ով է կարող մասնակցի, ով չի կարող, եւ մանավանդ մենք տեսնում ենք ինչպես հարաբերությունները այսօր աճ են գնում, եւ խնդիրը դրա մեջ այն է, որ նույնիսկ եթե դու համաձայն չես մեկի կարծիքի հետ, պիտի գոնե այդ տաս, որ այդ կարծիքները արտահայտվեն, պիտի ազատ խոսք լինի, իրավունքները պաշտպանվեն, եւ մանավանդ ինչ տեղի ունեցավ եկեղեցու հանդեպ, ես կարծում եմ սփյուռքը ավելի է երբեմն հիասթափվում, եւ դա չի նշանակում, որ մարդիկ չկան սփյուռքի մեջ, որ համագործակցում են կառավարության իշխանության տարբեր կազմերի հետ, բայց մենք մի տեղում ենք, որտեղ ամեն հայ ով է լինի, պետք է ձեռքի տված, ուսուսի տված փորձի հայրենիքը պահպանել։ Այսօր Սյունիքը կա, վաղը կարող է մյուս օր դա էլ լուրջ վտանգի ենթարկվի, երբ տեսնում ենք կեցվածքը հարևան երկրների։ Այսօրը շատ կարևոր է։ Մենք պետք է ճանաչենք, թե ինչ է տեղի ունեցել 111 տարի առաջ, երբ Օսմանյան կայսրությունը կոտորել է 1.5 միլիոն հայի, եւ մենք պետք է վստահ լինենք, որ այդ ցեղասպանությունը կճանաչվի։ Գիտեմ, որ ամերիկահայերը շատ պայքարեցին այդ ճանաչմանը հասնելու համար։ Ես տեսա բոլոր երթերը, բոլոր հանրահավաքները եւ բոլոր ջանքերը, եւ դա չէի համարում հավանական, որ վերջապես 2019 թվականին կոնգրեսը կճանաչի այն։ Ես հնարավորություն ունեցա քվեարկել հայոց ցեղասպանության բանաձևի օգտին, ապա Սենատը ընդունեց, իսկ նախագահ Բայդենը վերջապես վերահաստատեց այն։